Բարև ձեզ սիրելի ստեղծագործողներ, ինչպես գիտեք, այսօր մեր երկրորդ թողարկումն է գրականագիտությունը որպես զենք նախագծի շրջանակներում։ Եվ այսօր իմ հյուրն է գրող գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք, պարոն Վարդանյան։ Ձևացնում եմ, թե լավ եմ։ Այսօր ունենք հետաքրքիր զրույց միմյանց հետ գրականության թեմայով։ Կարծում եմ հետաքրքիր կլինի եւ ինչ-որ բաներ գուցեև քաղեն մարդիկ, ովքեր կլսեն ձեր փոխանցած խորհուրդները, նաեւ ձեր կյանքի փորձը։ Սիրով, փորձեմ օգտակար լինել։ Մի փոքր խոսենք գրականագիտությունից։ Ինչ կարևոր նպատակակետ պետք է ունենա գրականագիտությունը ըստ ձեզ։ Դա հստակ կոնկրետ բանաձևում չունի։ Իմ սերունդի ժամանակ գրականագիտությունը որպես առանձին առարկա դասավանդվում էր եւ ձևակերպված էր խնդիրները, գրականագիտության նպատակները, հարցադրումները։ Հիմա դες տասնամյակների ընթացքում շատ բան փոխվեց։ Ես չէի ուզենա կոնկրետ ինչ-որ նպատակ որոշակի անցնել գրականագիտության համար։ Դա ընդհանրապես գրականության բարեխիղճ մարդ պետք է լինի գրականագիտությամբ զբաղվողը, իր խղճի հետ հաշտ մարդ կարողանա հիմնականում անաչառ հետևի, նախ պետք է այնպիսի լայն շնչառություն ունենա, որ ամբողջ մեր դաշտը հայ իրականության կարողանա ընդգրկի հետևի, եւ բնականաբար իր նկատառումների մեջ լինի բարեխիղճ անաչառ։ Ես ինչու եմ անընդհատ շեշտում այդ անաչառն ու բարեխիղճը, որովհետեւ ինչի է վերածվել այսօր մեր գրականագիտությունը։ Ծանոթ բարեկամնի գովքը անելու ինչ-որ որակով կամ անորակ գրի, շարադրանքի։ Այլ բան դժվար է գտնել, որքան էլ փնտրես, դասական ձևով, իմաստով, խորհրդով դրսևորում գրականագիտության։ Էլ չեմ ասում այնպիսի շնչառության գրականագետ, որը կարող է մեր գրականության ամբողջ պատմությունը ընդգրկել։ Մարդիկ, ասենք, մասնագիտացել են գործի բերումով հիմնականում տարբեր շրջանների վրա։ Իսկ ինչ որ նպատակակետ։ Նպատակակետը, այսպես ասեմ, այդ նորագույն դրսևորումներին, առօրյա գրական դրսևորումներին։ Դες փառք Աստծո մենք ունենք անկախ այս ոչ նպաստավոր շրջանից մեր կյանքի պատմության գրականությունը իր հունով զարգանում է։ Ունենք արժանավոր գրականություն, բարբերաբար լույս են տեսնում տասնյակ ու տասնյակ հատորներ, մեծ ու փոքր, բոլոր ժանրերում։ Ընդ որում թողնենք այդ լուսանցքային, որ բոլորն էլ, ասենք, մոլուցքով են այդ համակված ստեղծագործելու, բայց որ հետևում ես, տեսնում ես, նաև ունենք մրցունակ հեղինակներ եւ մրցունակ գրականություն։ Նպատակը գրականագետի, նորից եմ կրկնում, բարեխիղճ ուսումնասիրել, հետևել եւ իր գրչով մատնանշել այս հեղինակը որտեղից է գալիս, ինչ դավանանքի է պատկանում եւ եթե տեսնում ես ինչ-որ խոտորումներ խղճի մտող, նաեւ մատնանշել։ Նպատակը դա է, որպեսզի ստեղծվի որակյալ գրականություն եւ նաեւ այստեղ մի քիչ էլ համարձակություն մասնագիտական, որովհետեւ ամեն ոք, որ կարողանում է իր շարադրանքը գիրք դարձնել, գիտենք, չէ, դաշտում անուն հանած գրականագետի անվանում համարում ունեցող մարդկանց սկսում են հետապնդել, խնդրել, նույնիսկ պատրաստական լինելով վճարել, որպեսզի մի գրախոսություն, մի անդրադարձ, ահա սա է համահանում, իսկապես, այսպես ասեմ, համահանում, ահա այստեղ է, որ պիտի երևա գրականագետի բարեխղճությունը։ Դու պարտավոր ես առանց հեղինակի խնդրելու էլ անդրադառնաս, բայց եթե աղբ է, գրես, որ աղբ է։ Մի քիչ կոպիտ եմ ասում։ Իրականությունն եք ասում, պարոն Վարդանյան։ Շատ լավ, շատ բարի, հաջորդ հարցը, ձեզ շատերը ճանաչում են որպես անդրանիկագետ։ Երբ եք սկսել ավելի խորքային ուսումնասիրել Անդրանիկին, Անդրանիկ Օզանյանի կյանքը, անցած ուղին եւ քանի հոդված ունեք նվիրված Անդրանիկ Օզանյանին։
Հուսով եմ, որ անընդհատ ասում եք Անդրանիկ Օզանյան, նկատի ունեք Զորավար Անդրանիկին։ Զորավար Անդրանիկին, իհարկե։ Դժվար հարց է, երբ որ կասկած ընկավ մեջս, այսպես ասեմ։ Տեսեք, կամայական գրքեր եք դրել, հարդարել եք սեղանը, բոլորն էլ ինձ հարազատ հեղինակներ, հատկապես Ռանշպարների կանչը, ձեր հարցի հետ անմիջապես առնչվում է։ Ես ինչու, երբ որ ասպիրանտ դարձա Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտում, ընտրեցի որպես գիտական թեզ Խաչիկ Դաշտենցի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Մի քանի առումներով։ Նախ, որպեսզի որպես հայ մարդ դեռ վաղ երիտասարդությունից հակված էի ինքնուրույն ուսումնասիրելու, հատկապես 20-րդ դարասկիզբը, մեր ամենաբախտորոշ, կնճռոտ, ողբերգական այդ շրջանը մեր պատմության, որքան էլ որ իմ մասնագիտությունը գրականությունն ու գրականագիտությունն է։ Եվ ահա այդ պատճառով էլ այնպիսի հեղինակ ընտրեցի, որը ինձ հնարավորություն էր տալիս, քանի որ իր հիմնական գործը Ռանշպարների կանչը վիպասքը Խաչիկ Դաշտենցի հենց նվիրված է մեր ֆիդայական շարժմանը մինչև խորհրդային շրջանը։ Ահա բնականաբար այս վիպասքը եւ երրորդ հանգամանքը, որ այնպիսի հեղինակ, որին ձեռք դիպած չլիներ։ Դա ինձ համար սկզբունք էր, որովհետեւ դե մենք գիտենք, նաեւ խոսեցինք գրականության երևացող եւ աննկատ խնդիրներից, եթե ինչ-որ հաստատությունում ասպիրանտ ես, համալսարանում, գրականության ինստիտուտում, ունես գիտական ղեկավար, ոլորտում կան ծանրակշիռ մարդիկ, հարկադրված պետք է նրանցից մեջբերումներ անես, չգիտեմ, տուրք տաս ամեն տեսակ կապիկությունների։ Փառք Աստծո, Խաչիկ Դաշտենցը իմ թևերը լրիվ ազատում էր, ես կարիք չունեի որևէ մեկից մեջբերում անելու, այդ որևէ մեկը չկար էլ։ 1-2 հոբելյանական հոդված կար, Երանելի Մուշեղ Գալշոյանի եւ այլն։ Այսինքն, որպեսի գոնե միայն այս վիպասքը լիարժեք կարողանամ դիտարկել, աղբյուրները վեր հանել, միտքը, նպատակը, այս մի հատորը պարտավորեցնում է, որ տասնյակ ու տասնյակ հատորներ դու թերթես, ժամանակի, պատմագրական, հուշագրական, Փառք Աստծո դա մի ծովածավալ օվկիանոս է, այսպես կոպիտ ասած, ով ողջ է մնացել այդ գեհենից 20-րդ դարասկզբի, եթե գրաճանաչը իր գլխով անցածը, առավել եւս եթե մասնակցել է ազատագրական շարժումներին, գրի է առել։ Ով էլ տառաճանաչ չէր, խնդրել է մի տառաճանաչ, մի ուսուցչի, մի գրագետ մեկի, որ ինքը պատմի, եւ այսինքն դա մի օվկիանոս է, ծավալը չէ մենակ խնդիրը, որ անծայրածիր է, այնպես հակասական ու իրարամերժ, ահա այդ ուսումնասիրությունների ընթացքում աստիճանաբար իմ հետաքրքրությունները շեղվեց դեպի պատմագիտություն։ Չերկարացնեմ, Իսկ հոդվածներ ունեք շատ ունեմ, առավելապես իմ կազմած հատորների, վերահրատարակ, այնպիսի հատորները ես պեղում հանում, որոնք անտեսվել են, մոռացության են մատնվել, բայց կարող են մեծապես լույս սփռել այդ կնճռոտ իրադարձությունների վրա, առավելապես ընդարձակ առաջաբանների ձևով եմ հանդես եկել։ Եվ կոնկրետ այդ վերահրատարակված, պեղված, բացահայտված հեղինակի գիրքը ներկայացնելու եւ այդ շրջանը, իսկ այդ շրջանում բնականաբար, երբ որ ասում են 20-րդ դարասկիզբ հայ իրականության մեջ, երբ որ ասում ենք ազատագրական պայքար, իր վիթխարի հասակով հենց առանցքում կանգնած է Զորավար Անդրանիկը, կամ ինչպես դուք եք ասում, Անդրանիկ Օզանյանը։ Այս առումով մի հետաքրքիր բան էլ ավելացնեմ կոնկրետ Ռանշպարների հետ կապված, քանի որ լույս ընծայման հենց առաջի հրատարակությունից սկսած մինչև օրս մեր սերունդների ամենասիրելի, ամենաընթերցվող գրքերից է Դաշտենցի Ռանշպարների կանչը։ Տեսեք, ժամանակակիցների հուշերը ես գտա, Ռուբեն Զարյանը եւ այլ, Սուրեն Աղաբաբյանը, մի վկայություն չէ, շատ վկայություն, որ վերջին տարիներին մի տեսակ մեկուսացած էր եւ լուրեր էին տարածվում, ինչ են ասում ժամանակակիցները, մտերիմները, որ վեպ էր գրում Զորավար Անդրանիկի մասին, այդպես էր տարածված։ Եվ իսկապես այս վիպասքի
նախնական մտահղացումը խորագրի այսպեսին էր Շապինանդ, ինքը որոշել էր կոչել Շապինանդ, Շապինգարայիսարսի Անդրանիկ, բայց ի վերջո կանգ առավ այս տարբերակի վրա, ինչու Ռանշպարների կանչը։ Ես համեմատել եմ մեր էպոսի հետ եւ Դեմիրճյանի Վարդանանքի հետ խորագրի առումով։ Տեսեք, մեր էպոսը կոչվում է Սասնա Ծռեր, բայց նաեւ գլխավոր կերպարի անունով Սասունցի Դավիթ։ Այո, Այսինքն կամ Դերենիկ Դեմիրճյանը կոչեց Վարդանանք, ոչ թե Վարդան Մամիկոնյան, գլխավոր կերպարը Վարդան Մամիկոնյանն է, չէ՞, բայց ինքը իհարկե։ Վարդանանք, այսինքն ամբողջ այդ շարժումը, այդ ուղին ինք ընտրեց Խաչիկ Դաշտենցը, ոչ թե Զորավար Անդրանիկ կամ Շապինանդ, այլ Ռանշպարների կանչը պայքարում ներգրավված ամբողջ սերունդը ներառեց վերնագիրը։ Սա հետաքրքիր պահ է։ Եվ Իսկապես։ այսպես լույս տեսավ, ափսոս, որ ինքը չտեսավ 74 թվականին մահացավ Խաչիկ Դաշտենցը, ամբողջացված չէր վիպասքը։ Իր աղջիկը Անահիտ Դաշտենցը ամբողջացրեց եւ մահվանից 5 տարի անց 79 թվականին նոր հնարավոր եղավ լույս ընծայել։ Շնորհակալություն հետաքրքիր տեղեկության համար, պարոն Վարդանյան, ասենք առաջ, եթե չի դավաճանում հիշողությունս, Զորավար Անդրանիկի հետ շատ մտերիմ շփումների մեջ էր նաև Հովհաննես Թումանյանը, մեր մեծ մտավորականներից։ Ինչ եք կարծում, Հովհաննես Թումանյանի ոգեղենության վրա ազդել են այդ շփումները։ Սա մի անցայրացիր թեմա է, ոչ թե շփումների մեջ էին, այդպիսի հարազատություն, ըստ տասնամյակների ուսումնասիրությունների արդյունքում, այդ տեսակ եղբայրություն, հարազատություն մեր իրականության մեջ դժվար է երկրորդը մատնացույց անել այնպիսին, ինչպիսին կար Զորավար Անդրանիկի եւ մեր մեծահանճար ամենայն հայոց բանաստեղծի Հովհաննես Թումանյանի, բացի նախասիրությունները, այդ հոգևոր հարազատությունը, որ առաջին իսկ հանդիպումից իդեպ դա դեռ Սասունի ողբերգական այդ ինքնապաշտպանությունից հետո էր, որ մի պահ հայտնվեց Կովկասում առաջին հանդիպումը եւ միջնորդն էլ եղել է Երանելի Սև Քարեցի Սաքոն, որ ծանոթացրել է եւ այդ եղբայրությունը տևեց մինչեւ վերջ։ Ամեն առիթով Թիֆլիսում, որ լինում էր Անդրանիկը, առաջին հերթին պիտի իր եղբորը այցելեր։ Հիմա տեսեք, այս ամենից զատ ինչու այդպես իրար գտան։ Պատկերավոր եթե ասենք, մեր այսպես ճղակոտոր ժողովուրդը թշվառ այն էլ այդ 20-րդ դարասկզբին ընտերության մատնված, այո, ցեղասպանված, հայրենազրկված, այս անձինք հանդիսացան, կարծես Աստծո պարգև էին ամենաճիշտ, ամենաողբալի ժամանակներում ժողովրդի հայրեր, մեկը արևմտահայոց հայրն էր Զորավար Անդրանիկը, վստահաբար լսած կլինեք, մշտապես հազարավոր ու նույնիսկ տասնյակ հազարավոր գաղթականներ էին ուղեկցում Անդրանիկին ու մի քայլ չէին հեռանում։ Նույնիսկ 18 թվականին, երբ որ առաջին հանրապետությունը ստեղծվեց, գաղթականությունը չվստահեց պետությանը, պետական կառույցին իր զանազան նախարարություններով, նաև նպաստամատույց հաստատություններին։ Անդրանիկը շարժվեց դեպի Նախիջևան եւ Սյունիք եւ գնում էր 30,000 եւ ավելի գաղթականությունը հետևից գնում էր։ Նույն կերպ էլ Հովհաննես Թումանյանը արևելահայոց հայրն էր, չէ՞։ Այո։ Ամենայն հայոց բանաստեղծ, તો հենց ամենայն հայոց հայրիկ։ Դե օգնում էր նաև որփուկներին այն Այո, այո, հենց էշմիացնում գաղթականներին, ոչ միայն ինքը իր ամբողջ ընտանիքը ներգրավեց։ Ինչևէ փորձեմ հակիրճ ամփոփել, այս վիթխարի անհատականությունները, մեր նահապետները պարզապես իրար եղբայր են, ավել բառ չասեմ, եւ Թումանյանի գրություններում այդ ամենը կա, Անդրանիկը, որ այդքան ժամանակ չուներ մտքերը թղթին հանձնելու, այնուամենայնիվ մի խորհրդանշական դրվագ, որ նույնիսկ ոչ բոլոր պատմաբանները գիտեն։ Նախիջևանից, երբ որ Նախիջևանն էլ տեղահանեց, մի քանի զարուրելի այդպես ճակատամարտների արդյունքում այնտեղի մեր հայրենակիցներին էլ տեղահանեց ու խառնեց իր գաղթականներին եւ անցավ Սյունիք, որպեսզի ամրանա լեռներում Սյունիքի։ Արդեն իրեն ինչքան էլ աշխարհից կտրված էր, մերժված էր ոչ միայն ամբողջ աշխարհից, թշնամիներից, թաթարից, թուրքից, բրիտանացուց, չգիտեմ, գերմանացուց, նույնիսկ հարազատ կառավարությունից
ոչ պակաս թշնամական վերաբերմունք։ Ու ինքը գիտեր ինչպես են խեղաթյուրում այս ամբողջ իր գործունեությունը, որը կարծես թե խեղաթյուրելու բան էլ չկա, չէ, պայմանագրով տվել ես թշնամուն եւ ծառացել է մի վիթխարի մեկը, որ դու իրավունք չունես, այդ երկիրը դու չես ստեղծել, որ այդպես հեշտ ստորագրում տալիս ես, եւ ինքը անցնում է, չգիտեմ, իր այդ պորտկումով, ինչպիսին միշտ եղել էր ֆիդայական տարիներից, իր փոքրիկ զորամասով գնում է այդ հանձնված տարածքները պահելու որպես երկրի տեր։ Եվ ահա 3-4 նամակ է ինքը ուղարկել իր եղբորը Թիֆլիս Հովհաննես Թումանյանին։ Ու այնտեղ շեշտում է, եթե ես կամ որպես կենթանի գործիչ ամեն օր ու ամեն ժամ օրասական մարտերի մեջ 4 կողմից մեղվի պես ճանճի պես վրա են տալիս ու խեղաթյուրվում է այդ ամենը Երևանում, ականջիս լուրեր են հասնում, բա ինձնից հետո ինչպես պիտի խեղաթյուրեն, ես սրանք գրում եմ իմ եղբորը որպես հաշվետվություն, որպեսզի քո մոտ մնան, քեզ մոտ մնան, եւ այդ 3-4 նամակները բարեբախտաբար Թումանյանը աչքի լույսի պես պահել էր, այդպես հակիրճ ամփոփ նկարագրում է 18 թվականից մինչև 19-ի ապրիլ-մայիս Սյունիքի Արցախի իրադարձությունները։ Սրանք շատ թանկ վկայություններ են հենց բուն գործչի իրականացնողի ձեռամբ գրված եւ հասցեագրված աշխարհում իր ամենահարազատ մարդուն Հովհաննես Թումանյանին, որպես պահապան այդ իրադարձությունները։ Իսկապես շատ հետաքրքիր է այս տեղեկությունը եւս, կարծում եմ երիտասարդները եւս որ լսեն այս ամեն ինչը իրենց էլ կհետաքրքրի, որովհետև ի վերջո որպես գրականագետ ինքներդ էլ հասկանում եք, երբ որ դուք իմանում եք Հովհաննես Թումանյանին, Անդրանիկ Օզանյանին, այլ լույսի ներքո իրենց կյանքը, ապրած ժամանակաշրջանը, հանդիպումները, զրույցները, էլ ավելի ուրիշ ձևով եք սկսում վերաբերվել, հպարտանալ մեր։ Իհարկե, ձեր հարցի մեջ այլ շերտ էլ կար, որքանով կարող էր Անդրանիկը ներշնչել գրող, բանաստեղծ, գեղագետ, այո, ասեմ, որ բազմաթիվ են վկայությունները։ Զորավարը հրաշալի պատմող էր, հազար ու մի վկայություն կա, հրաշալի պատմող էր եւ այն կարճ ընթացքներում, երբ Թիֆլիսում պիտի լիներ մանավանդ, երբ որ ռուսական բանակը մեր կամավորական գնդերը ցրեց եւ հայտնվեց 17 թվականին արդեն Թիֆլիսում էր Զորավարը եւ իր թերթը հիմնեց Հայաստան թերթը, իդեպ մեր երանելի Վահան Թոթովենցին եւ էլի մի քանի այդպես աչքաբաց երիտասարդների էլ կարգեց խմբագիրներ։ Թումանյանը ամեն առիթով պիտի իր հարկի տակ ունենար Անդրանիկին, որպեսզի խոսեցներ, շարունակ խոսեցներ եւ որքան սյուժեներ է առել։ Իսկ ինչ վերաբերում է այդ ոգեղենությանը, թե ինչպես էին հմայվում Անդրանիկի խոսքից, դա ես նույնիսկ բրիտանացի գնդապետի հուշերում կարդացի, որ եկել էր Բաքվից բանակցելու, որպեսզի համոզեին չմտնի Շուշի, որպես թշնամի էր չէ եկել։ Բրիտանացի գնդապետը Լոնդոնի Blackfoot Magazine ամսագրում այսպեսի տողեր է գրում. 3-4 ժամ հետո ես արդեն իր հմայքի ազդեցության տակ էի։ Ես ասում եմ Կովկասում առաջին անգամ տեսա, որ ճերմակ մարդուն, այսինքն ազնվացող մարդուն։ Ահա Թումանյանը շատ սյուժեներ է քաղել Անդրանիկի պատմություններից։ Եվ աղջկա վկայությունը կա, չէ, Նվարդ Թումանյանի։ Ասում է այնպես էլեկտրականացել էր իրավիճակը, Զորավարը պատմում է մարտերից մեկի մի դրվագ, էլի անհավասար մի մարդ, օրասական վիճակ, շունչները պահած բոլորը եւ ամենից շատ լարված Հովհաննես Թումանյանը, ասում է իմ հայրիկը, եւ ասում է այն պահին ես ջուր պիտի մատուցեի, որ Անդրանիկը ոգևորված ձեռքը բարձրացրեց, սուրս քաշեցի ու ինձ որ տեսավ մի պահ ասում է այսպես դադար տվեց ու Թումանյանը այսպես ջղաձգված դե զարկիր այ պատկերացրեք այդ տեսակ էլեկտրականանում էր լսարանը իսկ դա սովորական լսարան չէր մեծահանճար Թումանյանն էր հաճախ իր գրչակից ընկերներով Պարոն Վարդանյան մի պահ հիշեցի Գարեգին Նժդեհի գրքերից մեկում եթե չեմ սխալվում չխրատվող ժողովրդի մեջ էր որ կարդացի հետեւյալը Նժդեհը ապշում էր երբ որ կարող էր ուսուցիչը ներկայացնել մեր հայոց պատմության շատ կարևոր դրվագներից մեկը եւ ոգեղենը չփոխանցել աշակերտներին, որ դուք ներկայացրեցիք, չէ՞, այդ հմայքի հետ կապված, սա հիշեցի, մի պահ
Այսինքն ներքին հմայք ուներ Անդրանիկ Օզանյանը, զորավար Անդրանիկը։ Այո, բոլորը գնում էին ազդեցության տակ, այդ տեսակ էին այդ անհատականությունները, որ օտարն է վկայում այդ մասին։ Դե եթե օտարը վկայում է, դա արդեն շատ Այն էլ բրիտանացին, որ երբեք մեր աշկի լույսը չի եղել, չէ՞։ Իհարկե։ Համաձայն եք, որ այսօր կա առողջ մտքի քաղց, եթե այո, ինչպես դուրս գալ այս իրավիճակից։ Դա մեր ցավերի ցավն է, որ արդեն առաջ էլ մի բան չէր, այս 7 տարվա մեջ այդ քաղցը վերածվեց։ Դուք լավ եք վերնագրել հարցը, ձևակերպել ներքին քաղց, Մտքի քաղց, առողջ մտքի քաղց։ հա, մտքի քաղց, որ հիմա մեզ համոզում են, արդեն կարողացել են հանրությանը ներշնչել, որ կյանքի իմաստը լավ ապրելն է, այդ թվում պայթելու, տրաքելու չափ ուտելը։ Լեփ-լեցուն են, չէ՞, ռեստորանները։ Հենց այդ ոգու սովն է, որ ձևակերպել էր Ավետիք Իսահակյանը, հենց այդ մտքի քաղցն է, իհարկե ոչ թե կա, արդեն լեռնացել է, մենք թաղվում ենք դրա մեջ։ Իսկ ինչպես դուրս գանք այդ իրավիճակից, ձեր կարծիքով լուծումը։ Իմ կարծիքով սա եթե մենք 7 տարի առաջ շարունակ թմբկարում էինք այս հարցը, որ փառք Աստծո մենք պետություն ենք, ունենք գերատեսչություն, կրթության նախարարություն, մշակույթի նախարարություն, ամեն մեկը իր ենթակա տասնյակ կրթության նախարարության դեպքում հարյուրավոր հաստատություններով նկատի ունեմ միայն 1400 դպրոց, միջին մասնագիտական հաստատություններ, բուհեր, մշակույթի ասպարեզում տասնյակ թատրոններ, համերգային, այսինքն բոլորը պիտի լծվեին այդ գործին եւ ինչ որ չափով դա անում էին։ Այդ ոգեղենը սերունդներին մատուցելու, ներշնչելու։ Իսկ մեր օրերում ըստ էության հիմնավոր չեն արել, որ մենք հայտնվեցինք այս 7 տարի այս վիճակում, ընդհուպ վերջին օրերին մեզ հրամցվեց նոր Հայաստանի գեղագիտության հայեցակարգը, որը վաղը միսօրը արդեն կառավարության որոշում կդառնա եւ կփաթաթվի կամ չգիտեմ, օրենքը նույնիսկ կարող է դառնալ եւ փաթաթվի այդ համակարգի վզին, շլինքին։ Ի վերջո դուրս գալու ուղին։ Ուղին, ասեմ, մնում է անհատների վրա։ Դուք հիմա ինչ եք անում։ Ես հետևում եմ ձեր գործունեությանը։ Ձեր չափով հենց այդ ոգեղենն եք ուզում հանել եւ դրանով համակել երիտասարդներին, ձեր եւ ձեզանից կրտսեր սերունդներին։ Մնում է հեղինակների, անհատ հեղինակների խղճին, որտեվ առաջ, գոնե 7 տարի առաջ կարող էիր գնայր թմբկահարեիր նշածս գերատեսչությունների դռները, պետական ոչ առևտրային կամ համայնքային կազմակերպությունների մշակութային դռները, որ հովանավորեք, այսինչ բանն եմ գրել, այսինչ երաժշտությունը կամ չգիտեմ, այսինչ հայրենասիրական բանը մեր ոգեղենը բարձրացնելու։ Այսօր չես կարող արդեն որևէ մեկի աջակցությունը ակնկալել, որովհետև այդ պիղծ հայեցակարգը նախաբանում ասում է այլևս պետական աջակցություն չեն կարող ստանալ պատերազմի, վրեժի թեմաներով, չգիտեմ, ցեղասպանության թեմաներով եւ այլ։ Այսինքն այն ամենը ինչից Այսինքն հոսանքին հակառակ գնացող հանրություն է հարկավոր այս իրավիճակում։ Ոչ թե հակառակ գնացող, առայժմ այդ հայեցակարգով ինքը չի հալածում հայրենասերին։ Պարզապես ասում է դու աջակցություն, հովանավորություն, ֆինանսավորում չես ունենալու։ Պետությունը աջակցելու է ու թվարկում է, որ ինչին է աջակցելու։ Խաղաղությանը, խաղաղության խաշմերուկին, ասֆալտապատմանը, շինարարությանը, ընդհուպ աղբամաններն է թվարկում նաև։ Պիտի նայենք, որ մեր փողոցներում, եթե չկան աղբամաններ, դուք պիտի գրեք, ու ես մի պահ բանը բացառիկ մարդկանցից եմ, որ ծերիսցեր կարդացել եմ այդ հիմարությունը, գիտեք, որովհետև դա ինձ է վերաբերվում, որպես ստեղծագործող մարդու։ Ցավում եմ, որ չտարածվեց դա, բայց վաղը կրկնում եմ իրավական ակտ է դառնալու։ Մենք ինչպես պիտի աղբամանի մասին պիես ու դրամա գրենք։ Քանի որ դուք խոսեցիք գրքերից, այստեղ մի գիրք կա Վահագն Տատերյան Հայոց ցեղասպանության պատմությունը։ Հենց այս գրքում այդ խաղաղություն ասվածը միշտ ցույց է տվել պատմությունը, որ չի կարող լինել, քանի որ միշտ դա այլ թեմա է, Արտուր ջան։ Ես ուրիշ բան ասեմ։
Վահագն Տատրյանը կամ մեկ ուրիշը արդեն այսուհետև եթե կգրի ցեղասպանության պատմություն, Հա։ ինքը էլ պետությունից կամ որևէ պետական կառույցից աջակցություն չի ստանա եւ գրելու ընթացքը ապահովելու եւ տպարան տանելու լույս ընծայելու գործում։ Ես որ ասում եի մնաց անհատների խղճին ու խղճմտանքին, նախ հեղինակը պիտի նվիրյալ լինի, որ իրեն նեղություն տա, որովհետեւ այսպիսի միայն ծավալը նկատի չունեմ։ Տատրյանը լուրջ պատմաբան է, լուրջ հեղինակ է։ Այսպիսի կոթողային գործ գրելու համար տասնամյակներ շարունակ ինքը պեղել է արխիվները։ Նաև ժառանգներին մազապուր ծեղած ցեղասպանությունից, կենթանի վկայություններ եւ այլ եւ այլ։ Ու նվիրում է այդ ամեն ինչ արել։ Այդ ամենը այլևս ոչ մեկ չի հովանավորելու։ Մնում է մեր գործարարների մեջ մենք չգիտեմ, քանիսն ունենք պատվախնդիր։ Այսինքն մնաց դրա հույսին, ինչպես 120 տարի առաջ, երբ որ ասեն գնում էին Մանթաշևի դուրն էին թակում, մեր մեծահանչար կոմիտասը, որպեսի երկու չնչին գումարով թոշակավորի իրեն, որպեսի կարողանա գնա դասընթացների Եվրոպա։ Իդեպ մեր հետևով էս վարդապետի։ Ահա, տեսնում եք, բայց արդյոք այսօր մենք Մանթաշև ունենք։ Ախր տեսեք ինչից ենք խոսում, բայց դեռ մենք պետություն ունենք, եւ պետությունը այդ պետական կառույցները այսօր աշխատեցնում է մեր ժողովրդի դեմ, մեր արժեքները ոչնչացնելու դեմ։ Այո։ Այսպիսի ողբալի վիճակում ենք մենք։ Դե արժեքների ոչնչացման այս քարոզարշավում կարծում եմ կարևոր է ձեր ասած անհատների հզորությունը, միավորումը Այս նույնիսկ, պահին միայն դա է, Հա։ ուրիշ տարբերակ չկա։ ինչպես ասում էր Նժդեհը, նոր սերունդ այս հասկացողությունը։ Անցնենք առաջ, պարոն Վարդյան, ել ավելի հետաքրքիր հարցեր կան առջևում։ Ցանկացած ստեղծագործողի համար կարևոր է, որ ունենա իրեն ուղղորդող մեկը։ Այսօր ստեղծագործող մարդիկ ինչպես կարող են գտնել իրենց ճշգրիտ ուղղորդողին։ Ուղղորդող նկատի ունեք թեմատիկ առումով։ Գրականության մեջ խորհուրդ տվող, որ այսինքն ավելի այդ ճանապարհը անցած լինի, իր փորձը փոխանցի։ Եթե նույնիսկ փորձառուն, չնայած փորձառությունն էլ հարաբերական է, իրեն թույլ տա ինչ-որ խորհուրդներ տա արվեստ ու գրականություն մուտք գործողին, ստեղծագործողը, եթե հույսը դրեց, կապեց ինչ-որ ուղղորդողի հետ, հաստատ փակուղի է մտնելու կամ կապկելու է ինչ-որ մեկին։ Ինքը պիտի գտնի, որոնումն է ամենաճիշտ բանը։ Նույնիսկ մեծահանճար Չարենցը, ես հարկադրված եմ ամեն անգամ մի ցայտուն օրինակ բերելու Իհարկե, շատ ավելի այդպես Այդ որոնումների արդյունքում հապատեսեք 22 թվին մենք ունեցանք 3-ի դեկլարացիան, չէ՞։ Այո, Աբով, Չարենց, Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով։ Գևորգ Աբով։ Հիմա տեսեք, մարդիկ մերժում էին այդ ամենը, ինչ որ ստեղծվել է մինչև իրենց։ Բայց դա որոնումների մի ընթացք էր միայն։ Մեկ տարի հետո ընդամենը արդեն Չարենցը այլ բան էր որոնում։ Դա մշտական, այսինքն շատ խանդավառված բաներ։ Ցանկացած ստեղծագործող պիտի մշտապես որոնի։ Ավարտեց այս գործը, լույս ընծայեց, գիրք կլինի, երաժշտություն կլինի, բան, պիտի դա արդեն մտքից հանի եւ անմիջապես հաջորդ որոնումները։ Լավ է, որ կողքից բարեխիղճ ու անբարեխիղճ խորհրդատուներ կլինեն, բայց դրանց այդքան ականջ կախելն էլ ճիշտ չէ։ Չէ, ուղղորդելը ես նկատի ունեմ մի փոքր գուցե իրար սխալ հասկացանք, պարոն Վարդանյան։ Նույն տեսեք, Վահան Տերյանը գրում էր ստեղծագործություններ, բայց հանրությանը չէր ներկայացնում եւ ինչ որ առիթով իր եղբոր միջոցով Ղազար Ջավախեցու, եթե չեմ սխալվում, իրավիճակը այնպես դասավորվեց, որ ծանոթացրեց Հովհաննես Թումանյանի հետ եւ Հովհաննես Թումանյանը ներկայացրեց Վահան Տերյանին հանրությանը, այսինքն նաեւ ինչ որ չափով ուղղորդեց։ Հա, դա նկատի ունեմ։ Այդ առումով նկատի ունեմ։ Այդտեղ արդեն ձեր ասած գրականագետի եւ քննադատների դերն է մեծանում, չնայած դե մեր օրերում ով է դրանց լսողը։ Եթե ժամանակին ասենք, չգիտեմ, ախր այնպեսի անուն ունի, չեմ ուզում հնչեցնեմ, ազգանունով ասեմ, Աղբալյանը, շնորհալի տաղանդավոր գրականագետ, առաջին հանրապետության կրթության նախարար Ն. Աղբալյանը, երբ որ հոդված գրեց Եղիշե Չարենցի մասին եւ հռչակեց, որ ես այսինքն այնպիսի ոգով, որ նոր տաղանդ եմ բացահայտում ձեզ համար։
Եվ դա մի տեսակ իհարկե սխալ կլինի ասել, որ Չարենցը մի անհայտ մեկն էր եւ Նիկոլ Աղբալյանը բացահայտեց, բայց տեսեք այդ հոդվածը, քանի որ նա մեծ լսարան ուներ Աղբալյանը եւ բարի համարում որպես գրականագետ, շահեկան եւ դրական դեր խաղաց, որ Չարենցի հետագա հաղթարշավի համար։ Նույն կերպ էլ արդեն վաստակ ունեցող հեղինակություն ու համարում ունեցող ստեղծագործողները իրենք պիտի ոգևորեն իրենց գործը շարունակողներին կամ այդ ոլորտ մուտք գործողներին, ոչ թե խրատելով, ինչ-որ բան ցույց տալով, ոգեշնչելով, թևավորելով։ Եթե կշեղվի ակնհայտ այդպես, այն ժամանակ կարելի է հասկացնել, ակնարկել, որ շեղվում ես։ Բայց ուղի ցույց տալ, արվեստում այդպիսի բան չկա ուղի ցույց տալ, դա ամեն հեղինակ ինքը պիտի գտնի իր ուղին։ Ես իմ վառօրինակ ասեմ, պարոն Վարդանյան, իմ կյանքում հանդիպեցի Տիգրան Նիկողոսյանին, իմ ավագ գրչակից բարեկամին, ով ինձ ուղղորդեց դեպի հայ դասական գրականության կողմը, հայ պատմավեպերի կողմը, մեր հայկական պատմավեպերը, եւ այդ ամեն ինչը ինձ նպաստեց, որ ես կարողանամ ավելի կարճած լինեմ հայկականի եւ ազգայինին։ Ինձ ուղղորդեց նա այդ իրավիճակում եւ ես դա համարում եմ իսկապես ուղղորդում։ Դա նկատի ունեմ։ Հիմա մեր զրույցը, տեսեք, մենք քանի անգամ շեշտեցինք, չէ, որ ամեն հայ երիտասարդ անկախ մասնագիտությունից դա ազգային պատվախնդրության գործ է, պարտավոր է իր պատմությունը, իր ժողովրդի, իր երկրի պատմությունը մենք շեշտեցինք, չէ։ Ուրեմն մենք էլ ենք ուղղորդող, ամեն առիթով ենք շեշտում։ Մի բամբասանքներին, էժան համացանցային հաղորդումներին ականջ մի կախեք, դրանք արվում են, մենք գիտենք, չէ, այնպես ապականված է դաշտը։ Այս մեկը թողեց փախավ, այն մեկը երկիրը հանձնեց, այն մեկը բան արեց։ Մենք գիտենք, որ ամեն մեկի հետևին մի պիղծ ուժ կա։ Մեր երիտասարդը, հայ երիտասարդը ինքնուրույն պետք է մտնի այդ օվկիանոս։ Փորձի ինքը պարզել, ոչ թե նրան լսելով։ Օրինակ, մի քանի օր առաջ գրողների միությունում տեղի ունեցավ Ալբերտ Թաթարյանի 16-ամյա երիտասարդի գրքի շնորհանդեսը, որին ներկա էին գրականագետներ Դավիթ Գասպարյանը, գրողներից Նորայր Ազգանունը, Նորայր Գրիգորյանը, Վարուժան Ղազանչյանը, եւ այդ երիտասարդի համար ընձեռվել է հնարավորություն, որ արդեն լուրջ գրականագետներ հետաքրքրված են նրա գրականությամբ եւ նրանք կարող են լինել ուղղորդող։ Խոսքը այս կետի մասին է։ Տեսեք, այդ երիտասարդը, քանի որ համացանցը նորից եմ ասում, հեղեղված է նաեւ մարդկանց ստեղծագործություններով։ Այո, իհարկե։ Եթե այնտեղ շահեկան բան կա, դա աննկատ չի մնա։ Նույն երիտասարդ բանաստեղծը մի քանիսն էլ իմ աշկով է ընկել։ Այո, օժտված բանաստեղծ է։ Բնականաբար նրա մասին, նրա կոնկրետ ստեղծագործությունների մասին խոսողներ կլինեն, գնահատողներ կլինեն, դա արդեն մեծ բան է։ Գնահատում են բոլորին, ցանկացած աղջնակ կամ տիկին կարող է էջերով, չափածո գրել, մենք տեսնում ենք, չէ՞, ու հարյուրավոր ինչ-որ հիացական ճիչեր, ու դրանց էլ է նախ թևավորում, բայց այդ ճիչերի մեջ, որ նայում ես, ոչ գրող կա, ոչ գրականագետ կա, ոչ արվեստից հասկացող կա, տեքոր կնիկներ են կամ չգիտեմ հարևանուհիներ են, բաներ են։ Իսկ կոնկրետ Թաթարյանի պարագայում, տեսեք, մեր փորձառու քաջահամուտ գրականագետ էնել քմահաճ Դավիթ Գասպարյանը այնտեղ արժեք է տեսել եւ ոգևորվել է։ Սա շատ բան է նշանակում։ Ոգևորվել եւ ոգևորել է։ Այո։ Առաջ անցնելով պարոն Վարդանյան, ուրեմն տեսեք, ես առաջին անգամ հենց Դավիթ Գասպարյանի հետ երբ որ կազմակերպեցինք մեր առաջին զրույցը գրականագիտությունը որպես զենք նախագծի շրջանակներում, այսպիսի մի փոքրիկ բան արեցինք, այստեղ տարբեր թղթեր են, որոնց վրա գրված են մեր արձակագիրների անունները։ Խնդրում եմ ընտրեք մեկը ձեր ցանկությամբ։ Խառնելու տեղ էլ չեք թողել, որը կարողացա այնել պիանոն։ Ահա։ Աքսել Բակումց։ Եվ այն ժամանակ Վահան Տերյան ստացվեց այնպես, որ բանաստեղծներից Վահան Տերյանը ընտրեց, պարոն Գասպարյանը պատահականության կարգով, այս անգամ էլ Աքսել Բակումց։ Եվ մի փոքր խոսենք Աքսել Բակումցի մասին։ Մի փոքր, որպես գրականագետ մի փոքր խոսենք Աքսել Բակումցից։ Վերջապես, այս են դեպքն է, որ կարող եմ ասել,
բախտս բերեց, իմ բախտը սովորաբար չի բերում, տեսեք, չնայած վստահ եմ, բոլորն էլ այդպիսի հնչեղ երևելի անուններ են, բայց երանելի Աքսել Բակունցը ինքս էլ ստեղծագործում եմ հիմնականում արձակի ժանրում։ Ինքը որպես գեղագետ մեր նորագույն արձակի, արևելահայ արձակի եւ օրենսդիրն է, եւ անխոնջ գործադիր է։ Պարտադիր չի ինքը նստի սկզբունքները շարադրի ինչպես պետք է պատմվածք գրել, կամ էսսե գրել, կամ չգիտեմ, նաեւ կինոդրամատուրգ էր, չէ՞ սցենարիստ էր։ Ինքը գործադիրն է նաեւ, գրում է ստեղծագործությունը եւ մարդիկ հմայվում են, ամեն տողից, ամեն պատկերից լույս ու արևի շող է կաթում։ Իմ օրինակը կարող եմ բերել։ Ես նախ Սյունիքը սիրել եմ Աքսել Բակունցի տողերով, հետո նոր չափահաս դառնալուց եւ արդեն կարող էի ինքնուրույն ճամփորդել, հետագայում ոչ թե ճամփորդում էի, երկրորդ անգամ արդեն բախտս բերեց, այսպես ասեմ։ Սյունիքը դարձավ ինձ համար ջրի ճամփա, ի թիվս մեր հայրենիքի շատ ու շատ տարածաշրջանների, որովհետեւ դարձա այնպիսի գրական մշակութային հաստատության ղեկավար, որի մասնաճյուղերից մեկը Գորիսի Աքսել Բակունցի տուն-թանգարանն է։ Ես դա ժառանգել եմ ցավոք ավերակ բառի զգուն իմաստով եւ իմ այսօր եթե ձեռքբերումներս դնեմ թվարկեմ վերհիշեմ, որ մասնակիցն եմ եղել, որովե դերակատարում եմ ունեցել այն դրախտավայրի, որ այսօր ներկայացնում է այդ տուն-թանգարանը Բակունցի հայրական օջախը, եթե այցելեք կտեսնեք, իսկապես դրախտավայր է։ Որպես աջակից ունենալով այն ժամանակվա իսկապես երկրի տեր ու երկրապահ բառի բուն իմաստով մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որ Սյունիքի հետ կապված ամեն ինչի համար հոգի կտար։ Ահա այդ ավերակը, որ վայել չէր մեր մեծանուն արձակագրին, առանց տանիքի, առանց անհանգույցի, չգիտեմ ինչ, մենք վերածեցինք իր ազդեցության շնորհիվ, իմ հետևողականության շնորհիվ այդպես մի դրախտավայրի։ Եվ ամփոփելով շատ կարդացեք, ափսոս մեր նահատակն է, վաղամեռիկ, ինչպես իր սերնդակից շատերը, բայց այն ինչ որ թողել է, դա կարող է բախտավորեցնել, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ցանկացած ժողովրդի գրականություն։ Սա ուղղակի մանավանդ մեր գրականությունը, որ պոեզիայի տասնյակ անուններ կարող ենք ասել մեկը մեկից երևելի, արձակում այս մակարդակի քիչ անուններ ունենք։ Բակունցը այդ քչերից մեկն է, այդ երևելիների մեջ էլ ինքը երևելի է։ Փայլուն արձակագիր, կրկնում եմ, որպես գեղագիտության օրենսդիր մենք կարող ենք դիտարկել նրան։ Շատ հետաքրքիր էր իսկապես Աքսել Բակունցի հետ կապված այս փոքրիկ պատմությունը։ Հիմա անդրադառնանք մեր հաջորդ հարցերին։ Մի փոքր էլ խոսենք պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն գրքից, ինչպես ծնվեց այդ գիրքը գրելու գաղափարը եւ ինչ առանձնահատուկ իրադարձություններ կան այդ գրքում, որ կցանկանաք մի փոքր պատմել։ Գրեթե նույն շրջանում, ինչպես քիչ առաջ մի հարցի առիթով որ ասացի, իմ հետաքրքրությունները որտեղից բորբոքվեց դեպի 20-րդ դարասկիզբ, այո, ճիշտ նույն շրջանում ես սկսել եմ նաեւ զբաղվել մեր Սփյուռքի զինյալ պայքարով, կոնկրետ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ կամ ինչպես օտարներն են ասում, ասալա, հապավումը լատինատար։ Ինչու այս երկու թեմաները ինձ այդպես իրենցով արեցին։ Երկուսն էլ կամ պարտակված, կամ խեղաթյուրված են։ Տեսեք, եւ Անդրանիկ, եւ ասալա չկա հայ, որ լսած չլինի։ Միանշանակ։ Բայց ըստ էության ինչ կա նրանց տակ, հազարից մեկը գիտի։ Այդ նույն մղումով ես այս դեպքում շատ ավելի դժվար էր, որտեվ աղբյուրները շատ քիչ են, չէ, եթե քանակով նայենք, անհամար են, որտեվ որ երկրում ինչ հաստատություն թուրքական պայթեցրել են տղաները, ամիսներ շարունակ այդ երկրի մամուլը եւ նաեւ եթե հնչեղ գործողությունը ենթադրենք 81 թվականի սեպտեմբեր 24-ի Փարիզի Վան գործողությունը, երբ որ հյուպատոսարան գրավեցին, չէ՞։ Ամիսներ շարունակ ամբողջ աշխարհը գրում էր,
Բայց դրանով դու չես կարող ներսից այդ կազմակերպության բնույթը տալ, որտեղ գաղտնի կազմակերպություն է։ Ինքն էլ իր մամուլն ուներ։ Նաև ռադիոժամ ուներ, բայց գաղտնի կազմակերպությունը, որ աշխարհն էլ որակեց տերորիստական, իր խոհանոցը չի բացի։ Միանշանակ։ Այդ քարոզչամիջոցները ընդամենը իր նպատակները ձևակերպելու համար է եւ զեղծարարությունները հերքելու համար է, որովհետեւ հենց նույն հայ իրականությունը այնպես էր աղավաղում, ցավոք։ Անթուփ հայտարարում էին, տեսեք 75 թվականի հունվարին, չէ, 20-ին առաջին հիմնադիր գործողությունը եւ հռչակեց կազմակերպությունը իր մասին, մինչեւ 80 թվականը հայկական շրջանակները մանավանդ հերո չգնանք մեր քաղաքական կուսակցությունները հայտարարում էին, որ սա հայկական կազմակերպություն չէ, օտարներ են, ուղղակի անունը հայկական են դրել, որ շփոթեցնեն Հայաստանի ազատագրության հայ։ Մինչև որ 80 թվականին հոկտեմբերին Ալեք Ենիգոմշյանը Ժնևում հյուրանոցում պայթուցիկից ռումբ պատրաստելիս ձեռքերի մեջ պայթեց, ինքն ու Սուզի Մասերեջյանը ծանր վիրավորվեցին, ձերբակալվեցին։ Այո։ Նրանք առաջի բացահայտված անդամներն են, քանի որ ձերբակալվեցին։ Եվ մամուլը անդրադարձավ, տասնյակ ու տասնյակ հոդվածներ, լուսանկարներ եւ այլ եւ այլ։ Նոր հայությունը տեսան, որ ախր սա մեր Ալեքն է, լիբանանցի Ալեքն է։ Բա ինչ էիք մեզ ասում, ով կուսակցական ջոջեր, որ սա հայկական չի։ Հասկանում եք, եւ անհնարին գործ էին տղաները վերցրել իրենց ուսերին, աշխարհի լռությունն ու ճահիճը շարժելու, փոթորիկ դարձնելու եւ տեղական զեղծարարությունների դեմն առնելու։ Մի խոսքով սա մի երկար թեմա է, կարճ ասեմ, այս իմ ուսումնասիրությունների արդյունքում եւ որքան էլ ես ձեզ տասնյակ աղբյուր ու մամուլ թվարկեմ, դա ոչինչ չի տա։ Ճշմարիտ աղբյուրը հենց իրենք են ողջ մնացած բացահայտված եւ չբացահայտված գործիչները, որոնք հիմա արդեն 70-ից տարեց մարդիկ են, սփռված աշխարհի տարբեր վայրերում։ Մենք գիտենք միայն այն մի քանիսին, ովքեր ձերբակալվել են, դատապարտվել են, բացահայտվել են, բայց կան շատ երևելիներ, որոնք բացահայտված չեն։ Ինձ հաջողվել է նաև նրանցից շատերի հետ մտերմանալ, վստահությունը շահել եւ արդյունքում ես պատմագրություն չարեցի։ Պատմաբանի լսարանը փոքր է։ Որոշեցի այդ իմ կուտակած ամբողջ տեղեկատվությունը որպես վեբ ներկայացնել։ Այդ ժանրի պահանջած բոլոր առանձնահատկություններով։ Այնտեղ եւ հումոր կա, եւ ամեն ինչ կա, որպեսզի ու դա աշխատեց։ Իսկ պարոն Վարդանյան, այդ գիրքը ինչու կարդան երիտասարդները հատկապես։ Այդ գիրքը մինչև ես խորհուրդ կտայի կարդան, երիտասարդները այնպես սկսեցին ձեռքից ձեռք խլխլել։ Օ, շատ լավ է։ Պատկերացրեք, 1 ամիս էլ չկա, 5-րդ անգամ վերահրատարակվեց։ Ընդ որում առաջինը 17 թվականին է, որ ասում եմ, մենք այդպես մի շնորհանդես էլ չարեցինք, չտարածեցինք, փառք Աստծո 17 թվականն է։ Էլի ուշ չէ։ Մենք չգիտեինք, որ Facebook են փակում բողոքների վրա էջեն բան։ Ենթադրենք հայտարարությունը։ Ես մի փոքրիկ անոտացիա գրքի նկարով դրեցի իմ էջին, որ մարդիկ հանգարց տեսան, որ ենթավերնագիր ունի, ասալան ներսից։ Խոհանոցը։ Եվ այնտեղ անոտացիայի մեջ, այդ սեղմագրի մեջ, գրում են, որ չբացահայտված այդ հիմնադիր անդամներից մեկն է իմ զրուցակիցը, մարդ, ով հեղինակ է 100-ից ավելի պայթյունի։ Անհնար է, չէ, երևակայել 100-ից ավելի պայթյունի։ Եվ ահա այդ առաջի հրատարակությունը, այդ մի ինֆորմացիան այնպես տարածվեց էջից էջ, արդեն գալիս էին թանգարան եւ այդ ամբողջ տպաքանակը մենք բաժանեցինք հենց երիտասարդներին եւ խնդրում էին մակագրել, հետո իրենց էջերում դնում էին, տարածում էին ամիսներ անց անմիջապես երկրորդ հրատարակությունը, մինչեւ եկավ արդեն այդ աղետը 18 թվականի, հանկարծ տեսանք, որ այդ նյութերը իմ էջից սկսում են անհետանալ։ Մենք 18 թվականին դեռ գլխի չէինք, ճիշտ է, ես ինքս շատ բաներ արդեն զգում էի, որ սրանք եկել են այդ ազգայինի, պայքարի, ընդվզումի, այն էջերը մեր պատմության, որ մեզ հպարտություն է բերում, պետք է ջնջվի, մոռացության պետք է տրվի։
Նաև միջոցներից մեկն էլ անձնական էջերը այդ Facebook-յան գոցելն է, փակել տալն է։ Կամ վերահսկողություն սահմանել Բայց այնուամենայնիվ համաշտաբ ձևով։ երրորդ հրատարակությունից սկսած արդեն մասնավոր հրատարակիչները ընդհանրապես ինձնից թույլտվություն են խնդրել։ Սիրով տվել եմ, տպագրեք։ Եվ ինչպես մեկ ամիս առաջ բոլորիս քաչ հայտնի բուկինիստը գրախանութների ցանցը ասաց պարզապես մենք չենք գովազդելու, որևէ տեղ դա չի երևալու, որովհետև մեր էջերը կփակվեն։ Բայց խանութներում կա եւ լավ էլ սպառվում է։ Շատ հետաքրքիր է, կարծում եմ երիտասարդներ ջան ձեզ համար էլ հետաքրքիր կլինի ընթերցել այդ գիրքը։ Կներեք, գիտեք ինչու է հետաքրքիր։ Շատ ու շատ երիտասարդներ գալիս էին թանգարան։ Շատերը ինձ հրավիրում էին, ինչպես այսօր դուք եք հրավիրել, բուհեր, դպրոցներ, մարզային գրադարաններ, եւ գիտեք ինչ հարց էին տալիս։ Պարոն Վարդանյան, 18-17 տարեկան պատանիներ, նորբի երիտասարդներ հարցնում էին, մենք ինչպես ուզում ենք մեր երկրի համար մի լավ բան անենք, հատկապես 18 թվից հետո, հատկապես 20 թվի աղետից հետո 44 օրյա։ Ես միշտ ասում եի, տղերք, դուք գիրքը կարդացել եք, ոգևորվել եք, դա ձեզ համար օրինակ չի։ Այդ 70-ականների սերունդն էր, այն էլ սփյուռքահայ, տակին ոտքի տակ հող չունեցող, ինքը այդպես ելքը գտավ։ Ձեր սերունդն էլ դուք պիտի ելքը գտնեք, ինձ հարցնում եք ինչպես անենք, մի խորհուրդ տվեք։ Բնականաբար ես դա չեմ կարող 21-րդ դարում էլ այդ շարժումը չի աշխատի։ Դա այն սերնդի շարժումն է։ Բայց շատ լավ է, որ իրենց մեջ այդ ոգին կա, Իհարկե, այդ հայրենասիրության ջիղը։ Ու ես դա հենց իմ հույսը, հավատը հենց այդ տղերքն են, որ կան, հիմա էլ կան։ Պարզապես այն ժամանակ ինձ համար տեսանելի էին, որտեվ մեծ կարևոր մշակութային հիմնարկ է ղեկավարում եւ շարունակ գալիս էին ու գիտեին, որ իմ դռները միշտ բաց է։ Ու ես ապշում էի, որտեվ տեսանելի հրապարակում երևում է այն անհոգ ջահելությունը, փողոցներում դրանք են երևում։ Բայց մենք ունենք մի, չգիտեմ, մեր որպես հույս ու հավատ ապագայի հրաշալի տղաներ ունենք, աղջիկներ ունենք, այո։ Գիտեք ինչն է ուրախացնող, պարոն Վարդանյան, որ դուք քիչ առաջ նշեցիք երիտասարդները, որ գալիս են, ասում են ինչ անենք, ինչով կարող ենք օգնել եւ այլն։ Ես որ սկսել էի դեպի Նժդեհ նախաձեռնությունը, դե հետաքրքրություններ կար մարդկանց կողմից, մի տղա տարիքը չգիտեի, խոսում էի հեռախոսով հետո, ես կուզենամ որ գաք մեզ մոտ, Նժդեհի հետ կապված ինչ հետաքրքիր բան կազմակերպենք ու իմացա 16 տարեկան է։ Տեսնում եք։ Իրոք դրանով մենք ոգեշնչվում ենք, ավելի քաջալերվում ենք։ Դե Նժդեհի վարդապետությունը այն կենարար, բարերար վարդապետությունն է, որ ոչ թե պիտի խորհուրդ տաս հայ պատանուն, հայ աղջնակին, այլ ամեն ինչ պիտի անի ընտանիքը, որպեսզի ամեն պատանի խորամուխ լինի։ Դժվարը սկիզբն է, եթե մուտք գործեց Նժդեհի վարդապետության մեջ, արդեն այնտեղից դուրս չի գա, միշտ Գարեգին Նժդեհը իր հետ կլինի, դա շատ կարևոր է։ Այն որ հարցնում եք ինչ պիտի անենք, խնդրեմ, անելիքներից մեկն էլ ու կարևորներից մեկն էլ դա է, Գարեգին Նժդեհ ամեն նախադասությունը ասույթի արժեք ունի, այնքան խորն է, առողջ ազգային, ինչպիսին պիտի լինի հայը, եւ այստեղ ժամանակներն էլ կարևոր չեն, 100 տարի առաջ է գրել, թե 80 տարի առաջ, այդտեղ որևէ չափազանցություն ու ծայրահեղություն չկա, որևէ ազգի հանդեպ ատելություն չկա, ոտնձգություն չկա, ինչպիսին պիտի լինի ճշմարիտ հայը։ Մի խոսք, պատանի ասա քո նպատակը, որ ես ասեմ քո երիտասարդությունը, ինչքան խորն է։ Բա ասում եմ, ամեն նախադասություն ասույթի թևավոր խոսքի արժեք ունի։ Եվ մի հարց էլ տամ կապված այս գրքի հետ, պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն, եւ որ դուք նշեցիք քիչ առաջ իրադարձությունների վերաբերյալ, ես հիշեցի այս գրքում էլ կա այդ մասին, բանկ օտոմանի գրավումը։ Կարելի է ասել, որ պայթյուններ Թուրքիայում դա նույնպես նպատակն էր նրա, որ կարողանային ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնել հայկական հարցի վրա։ Բանկ օտոմանը մի առանձին թեմա է։ Գիտեք, միշտ մենք պիտի ցանկացած նախաձեռնություն տարբեր տեսանկյուններից կարելի է գնահատել, չէ՞, բայց ամենաճիշտ անվերապ գնահատականը որ տեսնենք ինչ արդյունք տվեց։
Բանկ Օտոմանը տեսեք անձնազոհ երիտասարդներ Հնչակներից։ նաև դաշնակցականներ կային, հեղափոխական երիտասարդներ այդպիսի նվիրական երազանքներով, որ աշխարհի ուշադրություն բայց արդյունքում հազարավոր մի նոր ցեղասպանություն եղավ դրա հետևանքը։ Ոչ Եվրոպան մատին տվեց, ոչ մի բան։ Ավազակներ են մտել են, այնքան նրանց քարոզչությունն էլ անվրեպ է, չէ՞։ Այնպիսի աստար տվեցին, որ դրամի համար են մտել բանկ թալանելու եւ Իրենք իրենց կեղտոտ դիվանագիտությամբ։ Բայց ինչքան հարյուրավոր հազարավոր ձերբակալություններ, սպանություններ, Բանկ Օտոմանը, որին հետո հաջորդեց արդեն 19 թվականից Նեմեսիս հանրահայտ գործողությունը, նրանք պատժիչ առաքելություն ունեին ցեղասպանության մեղավորներին պատժելու։ Զինյալ շարժումը 70-ականների նորագույն զինյալ շարժումը, նա արդեն նպատակը պատժելը չէր, կորուսյալ հայրենիքը ազատագրելն էր եւ այս մեթոդներով։ Այսինքն, տեսեք, նախ այդ հանճարեղ մարդը, այդ վտիտ արտաքինով Հակոբ Հակոբյան մեզ հայտնի, չնայած դա ծածկանուններից մեկն է։ Լիբանանը քաղաքացիական պատերազմի մեջ էր, հնարավոր էր այնտեղ այդ խումբը ստեղծել։ Երկրորդ, թուրքական հաստատություններ աշխարհի բոլոր երկրներում, նաև բուն Թուրքիայում։ Արդեն որպես փոխվրեժ, այլ արդեն մեր գյուղերը մորթել է, կոտորել է արևմտահայոց շեները, այլ չի կարողանա գնալ լռեցնի։ Եվ մանավանդ եվրոպական կենտրոններում, երբ որ անում ես, մեծ ավերածություններ է լինում, նաև անմեղ զոհեր են լինում, դա նաև շատերիս համար դատապարտելի ոճ է դա գործունեության։ Բայց կապ կա ամեն դեպքում պայթյուններ Թուրքիայում նախաձեռնությունը եւ Բանկ Օտոմանը, կապ կա ինչ որ չափով։ Կապը կա, այդ նույն երակն է, նույն հայ մարդն է իմիջայլոց տարիքը 18-20 առավելագույնը 22-23 տարեկան եւ Բանկ Օտոմանի երիտասարդները եւ մինչեւ նայեք նահատակներին զինյալ պայքարի, նայեք Նեմեսիսի տղաներին, Շիրակյանը կլինի, Թորլակյանը կլինի, Թեհլիրյանը կլինի, որովհետեւ արդեն 30 եւ ավելի տարիքում մարդը չի գնա այդպիսի քայլի, հասկանում եք, դա հենց այդ պատանեկությունից նոր դուրս եկած վաղ երիտասարդության շրջանն է, որ տաքարյուն մանավանդ այդպիսի դաստիարակություն են ստացել, այդ սերունդը իր տատերից, պապերից միայն 3-4 տարեկանից այդ ջարդերի ու կոտորածների մասին էր լսել, նա գնում է անձնազոհության, էլ չի մտածում ինչ կլինի իր հետ, բայց հետո որ արդեն ընտանիք եւ այլ արդեն կյանքի փորձ, ինքն էլ է զարմանում, եթե ողջ է մնացել հրաշքով, թե ինչպես է ջահելվաղ, իհարկե կապ կա, կրկնում եմ, նույն հայությունն է, նույն հայ երիտասարդն է, եթե այդ ժամանակ Բանկ Օտոմանը գրավեց, ուզում էր մի փոքր թեթևություն հայության համար կորզեր սուլթանից, եւ բացի դա աշխարհի ուշադրությունը այդ հարցի շուրջ։ Այդ եվրոպական երկրներին բա դուք խոստացել եք, չէ, դրանց բան եք ստորագրել տվել, ինչու չեք հետևում կատարմանը, մեզ կոտորում են, այս կյանք չի հայության կյանքը, հայը իրավունք չունի, ոչ մի բանի իրավունք չունի։ Նույնիսկ հային վկա չեն բերում, որտեղ իր խոսքը արժեք չունի, ինքը անհավատ է, չգիտեմ ինչ է, 4-րդ, 5-րդ կարգի ինչ որ արարած է, բայց այդպես է ընդվզեցին այդ ջահելները, այդ նույն ընդվզումն է նույնը ընդհանրականը, բայց նպատակներն ու ժամանակներն են ուրիշ։ Տեսեք, խոսում ենք 18 տարեկան, չէ, 19 տարեկան Սերո Խանզադյանի Նժդեհ գրքում մի երիտասարդ կար 13 տարեկան, որ Նժդեհի հետ պատրաստ էր գնալ կռվելու։ Երևի շփոթում ես, դա այն փոքրիկն է, որ Անդրանիկը Ջոն Նիկոլայը, չէ։ Քանի անգամ Անդրանիկը ճանապարհել էր, բայց էլի հետ էր գալիս, տեսնում էր նորից շարքության գնաց է։ Իր մոդել է եղել, Անդրանիկի մոդել, բայց Նժդեհն էլ ճանաչել է Ջոն Նիկոլային, որ Ջոն Նիկոլայը 13 տարեկանից այդ ոգեղենը պատրաստ էր եղել գնալ կռվել հանուն իր երկրի։ Չէ, իսկապես կա սերունդել։ Մեր սերունդը վատը չի։ Պարզապես վատ մարդկանց ձեռքը ընկավ։ Այն էլ 21-րդ դարի սատանայական տեխնոլոգիաներով զինված մի հերոսական խմբի ձեռքը ընկավ մեր սերունդը, ու մոլորվեց, մեծ մասը կոտորվեց, մնացածն էլ խարխափում է, չգիտի, ճանապարհ է փնտրում։ Ամփոփելով
մեր այս զրույցը պարոն Վարդանյանի հետ։ Ուզում եմ վերջին հարցը ձեզ տալ։ Ամենամեծ դասը, որ որպես գրականագետ ստացել եք կյանքում, որն է եղել։ Ամենամեծ դասը, որ նաև ցանկալի դասը, բարեբախտաբար իմ ընտրած ասպարեզում դաս տվող չեմ ունեցել։ Դա լավ է, ազատ եմ եղել։ Եվ դա չի նշանակում, որ բոլորի համար կարող է լավ արդյունք ունենալ, աշխատող տարբերակ է։ Բայց որպես դաս, եթե քիչ առաջ ես ասում էի, չպետք է խրատ տաս ուղղորդես ստեղծագործողին, այնուամենայնիվ լիարժեք չէի ասում։ Հայ գրողը այսօրվա, հայ ստեղծագործողը, մանավանդ արդեն հայրենիք կորցրած եւ մնացածն էլ վտանգի տակ, ինքը իրավունք չունի լիարժեք իր նախասիրություններին ազատություն տալու։ Ես այդպես եմ մտածում, դա իմ սուբյեկտիվ։ Դիպուկ եք մտածում այդ Ինչպիսի նախասիրություն ունենա, ինչ սերի ժանրի մեջ ստեղծագործի, ինքը խղճի մտոք մի փոքրիկ տեղ պիտի թողնի հայրենասիրության համար իր ստեղծագործության մեջ։ Չպետք է սանձարձակ գրականություն մատուցել, չպետք է Դո Աստված իրենց հետ թող սանձարձակ լինեն, բայց ինքն էլ իր ձևով պիտի որոշ չափով տեսեք ինչ ավարտելով ինչ նկատի ունեմ։ Վերջին շրջանում, որ ես հաճախ եմ լինում հանձնախմբերի մեջ, առաջ ավելի հաճախ էի լինում մրցանակաբաշխության, տեսնում էի, որ սա ուղղորդված է օտար գրանտներով, բանով, մարդիկ ներկայացնում են ընտանիքի պատմություն, ամուսիններից մեկը հայ է, մյուսը ադրբեջանցի, ինչ սիրալիր, ինչ սերունդներ են տալիս, իրար համար խելքները գնում է, սա արդեն մեծ դավադրություն է, դու վեպ ես հյուսել իր քոյին զոյիններով, բանով մի բանի մասին, որը չկա ու չի էլ կարող լինել, որովհետև այդ նույն Ադրբեջանում մանկապարտեզից սկսած հայատյացություն է քարոզվում, իրենց ամբողջ արվեստն ու գրականությունը հիմնված է հայատյացության վրա, մերը պիտի լինի հայրենասիրության վրա, եթե ես ինձ թույլ չեմ տա ամբողջը խարսխեմ հայրենասիրության վրա, պարզապես եղբայրաբար կոչ կանեմ ամեն ստեղծագործողի մի փոքրիկ հատված այսքան տոկոս հատկացնի հայրենասիրությանը։ Ստեղծագործողը ինքը պիտի լինի հայրենասեր եւ այդ հայրենասիրությունը ուղղակի կամ անուղղակի ինչ որ կերպ պետք է արտացոլված լինի իր ստեղծագործության մեջ։ Շատ բազմաբովանդակ զրույց ունեցանք, պարոն Վարդանյան, ինչի համար շնորհակալ եմ շատ։ Ես շնորհակալ եմ, որ ձեր ժամանակից տրամադրեցիք։ Ինչ ասեմ, գնանք դեպի լավ գրականության կողմը, որովհետև լավ գրականությունը դուք ինձ լավ գիտեք, սերնդակրթության համար շատ կարևորագույն նախապայմաններից մեկն է, եւ այն ամենը, ինչ կարող եք այսօր դուք, մյուս մեր վառ մտավորականները փոխանցեն երիտասարդներին կամ գրականագետները, վստահ եմ դա իր ճիշտ եւ ազնիվ ճանապարհով կտանի ստեղծագործողներին։ Հուսանք Եվ դա Աստված, որ շատ բարեխիղճ մարդիկ, մանավանդ երիտասարդներ ներգրավվեն ստեղծագործության ոլորտ։ Ամենայն բարիք ձեզ, շնորհակալություն եւ ստեղծագործություն։ Այ ավարտին մոտեցավ գրականագիտությունը որպես զենք նախագծի երկրորդ թողարկումը։ Իմ հյուրն էր արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրող գրականագետ Կարո Վարդանյանը։ Վստահ եմ, որ Կարո Վարդանյանի փորձը, գիտելիքը եւ անցած ճանապարհը կկարողանա ձեզ եւս օգտակար լինել, որպեսզի գրականությամբ զբաղվելիս ճիշտ ուղով առաջնորդվեք եւ գնալով այդ դժվարին ու պատասխանատու ճանապարհով կարողանաք գտնել ձեր ուրույն տեղը։ Եվ ամենավերջում առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի Շուշանիկ Կրուղինյանի անվան համար 17 գրադարանի տնօրեն Արև Չոբանյանին, ով տրամադրեց իր այս գեղեցիկ, լուսավոր եւ դրական գրադարանի փոքրիկ հատվածը։